Սոցիալական դժվարին վիճակը, գործազրկությունը, առօրյա հոգսերն ու ընտանիքում սիրո ու փոխադարձ հանդուրժողականության պակասը բարդացնում են ամուսնական առանց այդ էլ հոգսաշատ կյանքը։ Եվ թվում է նմանատիպ դեպքերում միակ ելքը բաժանումն է։ Ամուսնալուծություններ, որոնց հետևանքով որպես կանոն տուժում են համատեղ կյանքում ծնված երեխաները։ Այս անգամ մեր խմբագրություն դիմաց քաղաքացին ամուսնալուծվել է, սակայն չի պատկերացրել, որ այսօր զրկված կլինի իր երեխային տեսնելու հնարավորությունից։ Մանկահասակ երեխայի մայրը դատանի վճռից հետո կարողացել է վերջինիս տեղափոխել ԱՄՆ։ Երեխայի հայրը պատմում է իրենց մեծ սիրո, հանդիպած դժվարությունների, երեխային տեսնելու եւ երեխայի խնամքը կիսելու իր փորձերից, ինչպես նաեւ այս ամենի ֆոնին բարձրաձայնում նաեւ իրավական լուրջ խնդիրների մասին։ Ավելին, այս քաղաքացիական գործին զուգահեռ հարուցվել է քրեական վարույթ դատանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ։ Այս խառնաշփոթ թվացող, բայց կարևոր դատավարության բոլոր սուրանկյունները մեկ տեսանյութում։ Գարեգին Թաթոսյանը կնոջից բաժանվելուց հետո, ինչպես իրականում քիչ հայ հայրեր, ցանկացավ իր պարտականությունները իրականացնել երեխայի նկատմամբ համահավասար կերպով, զբաղվել երեխայի խնամքով եւ դաստիարակությամբ, շարունակել տեսակցել իր երեխային։ Բայց ինչպես հենց Գարեգինն է պատմում, իր արդեն նախկին կնոջ կողմից հանդիպեց արգելքների, որից դրդված էլ դիմեց դատարան տեսակցությունների կարգ նշանակելու պահանջով։ Գարեգինը պատմում է, որ կնոջը շատ է սիրել եւ պատրաստ է եղել նրան ապահովել ամեն ինչով, սակայն աղջկա ծնողները նրա վրա որոշակի ազդեցություն են թողել, ինչի հետևանքով էլ ի վերջո զույգը բաժանվել է։ Մինչ օրս Գարեգինի համար հարցական է մնացել կնոջ կտրուկ փոփոխությունն ու բաժանման հստակ որոշումը։ Օրերից մի օր սենց ուղակի ճամպրուկները հավաքում է, գնում է։ Դա իմ սրտով չի, ես քեզ սիրում եմ, իմ սիրած մարդն ես ու հետևաբար ես չեմ կարա նպաստեմ, օգնեմ այն բանում, որ դու որոշել ես գնաս։ Եթե գնում ես, գնա, ես քեզ չեմ օգնի։ Ու իրան չեմ օգնել մի խոսքով։ Ինքը իր ոտքով հելավ գնաց։ Երեխան 5-6 ամսական էր, երբ որ ինքը արդեն որոշեց, որ գնում է, բայց իմ համար ամենաաբսուրդը նա էր, որ որևիցե վատ խոսք իր հասցեին, այսինքն այն ինչ որ մարդիկ միշտ բնորոշում են, հա, ընտանիքում ինձ վատ էր վերաբերվում կամ չգիտեմ ինչ էր անում եւ այլ, որևիցե նման բան չի եղել իմ կողմից։ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Գարեգին Թաթոսյանը դիմում է դատարան, որպեսզի երեխայի վերաբերյալ սահմանվի տեսակցության կարգ, սակայն իրադարձությունները զարգացան բոլորովին այլ ընթացակարգով։ Որոշեցի երեխային դատարանի միջոցով տեսնեմ, քանի որ նաև մերին, չգիտեմ, ինչ որ մի հասցե էր գնացել, վարձով էր մնում ու այդ ընթացքում ոչ տեղեկացնում էր ինձ կամ որ ասում էի ուղեկցեմ, չէր ուզում, որովհետև հասկանում էի, որ չի ուզում իմանամ որտեղ է ինքը մնում, որպեսզի չգնամ կամ ճակերտավոր չանհանգստացնեմ կամ հնարավորություն չունենամ ամեն օր գնալու, տեսնելու, սենց։ Միակ տարբերակը, որ ես կարա երեխային տեսնել, դատարանի միջոցով է։ Դիմեցի դատարան, ապահովեցին 2 օրյա տեսակցությունը, նաև դրա հետ մեկտեղ սահմանները փակելու վերաբերյալ, որովհետև արդեն անհանգստանում էի ու մտավախություն ունեի, որ երեխային կարող են երկրից հանել։ Հայց ներկայացնելու պահին երեխան ընդամենը 8-9 ամսական էր։ Եվ դրանից հետո մենք ունեցանք նաև միջնորդություններ դատարանին, թե միջանկյալ դատական ակտի կարգով տեսակցության սահմանում եւ թե երեխայի սահմանը հատելու արգելք, որպեսզի երեխան առանց հոր համաձայնությամբ չկարողանա կամ մեկ ուրիշի ուղեկցությամբ չկարողանա սահմանը հատի։ Բնականաբար այդ միջնորդությունը ինքնանպատակ չէր, մենք ունեինք որոշակի տեղեկացվածություն եւ ներքին համոզմունք, որ փորձ է կատարվելու ուղղակի, քանի որ մինչ այդ օրենքը շրջանցելով երեխային թաքցնում էին հորից եւ թույլ չէին տալիս շփումները, փորձ է կատարվելու նաեւ դատարանի որոշումից հետո որոշակի միջոցների են դիմելու եւ երեխային փաստացի կտրելու են հորից։ Հենց դա էլ տեղի ունեցավ 2024 թվականի դեկտեմբերին մյուս կողմը, պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին, 2 միջնորդություն էր, որպեսզի վերացվի համապատասխան հայցի ապահովման միջոցը սահմանի հատման հետ կապված, որը որ բնականաբար հասկանում էին, որ պետք է մերժվի,
եւ դրա հետ մեկտեղ ներկայացվեց երկրորդ միջնորդությունը հակընդդեմ ապահովում։ Ներկայացվեցին փաստաթղթեր, չակերտավոր փաստաթղթեր, որ մայրը հեռավար աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ աշխատանքային այցով երեխայի հետ պետք է մեկնի Հայաստանից։ Մերի Գալստյանի փաստաբան Գրիգոր Բեկմեզյանի խոսքով հայցի ապահովման միջոցի փոփոխությունը միայն մեկ նպատակ է հետապնդել։ Իր վստահորդը աշխատանքային պայմանագրի համաձայն պետք է մեկներ երկրից, իսկ երեխան մանկահասակ էր եւ բնականաբար պետք է մեկներ մոր հետ։ Պետք է չհամաձայնվեմ հորպնդումների հետ, ընդ որում իրենց հարաբերությունները ըստ մերի եղել են վատ դերևս մի քանի տարի առաջվանից, դա ապացուցում է նաև նրանը, որ իրանք մինչև այս անցած տարի հոկտեմբերի ամուսնալուծվել են, մի անգամ էլ ամուսնալուծվել են մի տարի առաջ, այսինքն իրանք մի անգամ ամուսնալուծվել են, հետո երեխայի հանգամանքով, երբ որ մերին հղի ա եղել 2 ամսական, թե մի քիչ ավելի քիչ նորից ամուսնացել են, բայց հետո տեսնելով, որ չեն կարողանում մի այդ ապրել, մերին ուղղակի գնացել է ընտանիքից դուրս։ Հայցի ապահովման պատճառով փաստացի երեխան եւ մայրը միասին, քանի որ առանց երեխայի մայրը չէր կարող Հայաստանից դուրս գալ, զրկված են ընդհանրապես Հայաստան լքելու հնարավորությունից։ Ֆիքսենք նաեւ, որ երեխանն էլ մայրն էլ Ամերիկայի քաղաքացիներ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Մենք ամսի 29-ին դիմել ենք դատարան գործունեության ծանոթանալու համար։ Դատարանը մեզ համար տարօրինակ ձևով նման հնարավորություն տվել է միայն դեկտեմբերի 5-ին։ Ընդ որում ասեմ, որ էլեկտրոնային դատավարության կարգով, երբ որ փաստաբանը դիմում է դատարան գործունեության ծանոթանալու համար, եթե ոչ նույն օրը, որպես կանոն նույն օրն է լինում, բայց հաջորդ օրը կամ 2 օր հետո պարտադիր փաստաբանին նման հնարավորություն տալիս են։ Մենք դիմել ենք ամսի 29-ին, բայց դատանի կողմից ներգրավումը տեղի ունեցել ամսի 5-ի միայն դեկտեմբերի 7 օր հետո։ Նպատակը մեկն է եղել, փորձել վերացնել հայցի ապահովման միջոցը կամ ձևափոխել այնպես, որ կարողանա իմ վստահորդը երեխայի հետ մեկնել Հայաստանից դուրս, քանի որ վստահորդս աշխատում է հեռավար տարբերակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող ընկերության համար եւ ընկերության պայմանագրի պայմաններից մեկը այն է, որ տարին մեկ անգամ մինչեւ տարվա վերջ պետք է անցնի գնահատում, բայց գնահատումը պետք է լինի անմիջապես այն ընկերության գրասենյակում, որտեղ ինքը աշխատում է, այսինքն ընկերությունը ուզում է տեսնել, թե ում հետ է աշխատում։ Սա պայմանագրի պայմանն է, ընդ որում աշխատում է 2024 թվականի հունիս ամսից, պայմանագիրը կնքված է հունիս ամսով։ Միակ տան ապրուստը հոգում է վստահորդս, ինքն է երեխայի ապրուստը հոգողը, երեխան բնակվում է իր հետ, եւ փաստացի աշխատանքի կորուստը նաեւ կարող է հանգեցնել երեխայի նկատմամբ կամ երեխայի համար ցանկացած նյութական ապահովության միջոցների վերացում։ Փաստաբան Լուսինե Վիրապյանի խոսքով կողմի քայլերը գուցե արդարացված լինեին այն պարագայում, եթե հայր ծնողը ունենար որոշակի վնասակար սովորություններ, բայց սա հաստատ այդ դեպքը չէր, եւ մոր բացակայության ընթացքում հայրը կարող էր իր վրա վերցնել երեխայի ողջ խնամքը։ Մեր կողմից առաջարկ է արվել, որ եթե ներկայացնում եք 10 օր ընդամենը մայրը պետք է լինի Միացյալ Նահանգներում, հայրը մեծ պատրաստակամությամբ կխնամի երեխային այդ 10 օրվա ընթացքում, մոր հետ վերադառնալուց հետո հետ կվերադարձնի երեխայի խնամքը, որպեսզի պատշաճ իրականացվի, բայց ի զարմանս ինձ փաստորեն դեռևս կան մարդիկ, ովքեր մտածում են, որ հայրը չի կարող երեխային խնամել։ Հաջորդ քայլը միջնորդությամբ հակընդդեմ ապահովումներ։ Եթե երեխայի սահմանը չի բացվում եւ մայրը հնարավորություն չունի երեխայի հետ մեկնելու Հայաստանից, այդ դեպքում թող հայրը 4 միլիոն դրամ որպես այդպիսին դեպոզիտին վճարի, որպես վնասների հավանական վնասների հատուցում, որպեսզի պարզ լինի, այդ վնասները վրա չէին հասել։ Այդ վնասները կարող էին վրա հասնել, եթե օրինակ գործատուն տուգաներ կամ աշխատանքային պայմանագիրը խզեր։ Մինչև այս պահը մենք չունենք այդ փաստը։ Դիմել ենք դատարան, որպեսզի դատարանը առաջացնի դատարանը կամ հայցի ապահովումը վերացնի արգելանքի մասով, հատեսակցության մասով խնդիր չկա, հայրը իրավունք ունի երեխային տեսնելու, որևէ խնդիր չենք տեսնում այդտեղ, կամ խնդրել ենք ձևափոխել ապահովումը միայն Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հնարավորություն տալ, որպեսզի մեկնի։ Ընդ որում դատարանը նաև ցույց ենք տվել տոմսերը Հայաստանից մեկնելու ամսի 23-ին եւ վերադառնալու հունվարի 3-ին, եթե չեմ սխալվում, այսինքն տոմսերը գնված են երկկողմանի, գնալու էր գնահատում անցնել եւ հետ կար, նոր տարուց հետո հետ էր գալու։ Դատարանը մեր միջնորդությունը քննել է օրենքով նախատեսված 15 օրյա ժամկետից ուշ, օրենքով նշված է, որ եթե հայցի ապահովման վերացման ձևափոխման միջնորդությունը ներկայացվում, ապա պետք է քննվի եւ որոշում կայացվի 15 օրյա ընթացքում։ Դատարանը որոշում առաջացել է, դատարանը կայացրել է 22 օր հետո։
Ընդ որում մենք նաև ներկայացրել ենք տոմսերը, որտեղից ակնհայտ երևում է, որ պետք է 23-ին մեկնի, բայց դատանը որոշումը հրապարակել ամսի 26-ին։ Ստիպված հետաձգել են գնահատումը ինչ որ կերպ խնդրելով, հասկացնելով, որ այստեղ կա դատական process, երեխայի նկատմամբ կա արգելանք, մայրը չի կարող առանց երեխայի մեկնել Հայաստանից, քանի որ երեխան կրծքով է կերակրվում։ Ընդ որում մենք ունենք բժշկական նաև ցուցում, որ երեխան ցանկալի է շարունակի կրծքով կերակրվել, այսինքն բոլոր ապացույցները կային, որ մայրը առանց երեխայի չի կարող գնալ, բայց փաստացի դատարանը եւ հոր կողմից ներկայացված հայցի ապահովումը արգելում էին երեխայի ազատ տեղաշարժումը, տեղաշարժը ընդ որում արգելում էին երեխային նաև մոր հետ ազատ տեղաշարժվել, բայց մայրը չէր կարող առանց երեխայի գնալ։ Դիմեցինք ստիպված վերաքննիչ դատարան, բարեբախտաբար վերաքննիչ դատարանը գտավ, որ մենք ճիշտ ենք եւ այնտեղ իրավական նրբությունների մեջ չեմ ուզում խորանալ, հա այնտեղ հակընդդեմ ապահովում կիրառեց, որի արդյունքում հայցի ապահովումը վերացավ։ Եվ բոլորը գիտեն, որ նպատակը հայցի ապահովման վերացման մեկնելու մասով մեկն է, որ իմ վստահորդը մեկնի Միացյալ Նահանգներ, կարողանա անցնի գնահատում, որ շարունակի աշխատել։ Տեսեք, դեկտեմբերին եթե ինքը մեկներ գնահատման, այն ժամանակ, երբ որ մենք հայցադիմումը հայցի ապահովման միջոցի վերացման միջնորդություն ներկայացրել էինք, մեկնելու էր մինչև դեկտեմբերի վերջ գնահատումը անցներ եւ հունվարի սկիզբ վերադառնար Հայաստան։ Տոմսերը այդպես էլ գնված էին դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 3-ը կամ 10-ը։ Գնալերը հետ կար, բայց քանի որ հետաձգվեց, այսինքն մինչև ինքը տարվա վերջ չկարողացավ գնահատմանը մասնակցել, ինքը խնդրեց, որպեսզի հետաձգեն իր գնահատման ժամկետը։ Եւ այդ ժամկետը հետաձգվեց այս տարի, բայց դեռևս ես նամակել ձեզ կտամ, դուք կտեսնեք, ժամկետ նշանակված չի եղել առնվազն փետրվարի 18-ի դրությամբ, բայց երբ որ նշանակվի ինքը ինձ անպայման տեղեկացնել է, դեռ չգիտեմ երբ է նշանակված։ Փետրվարին արդեն մենք կարողացանք վերաքննիչ դատարանի շնորհիվ հնարավորություն ստանալ, որ վստահորդս մեկնի Միացյալ Նահանգներ, ընդ որում որոշումը եղել է վերաքննիչ դատարանի, եթե չեմ սխալվում, հիմա օրը կարող խառնել ամսի 10-ին էր, թե ամսի 6-ին փետրվարի, վստահորդս մեկնել է ամսի 12-ին, այսինքն անմիջապես չի մեկնել, մինչև տոմսեր են արել, հայցի ապահովումը վերացվել է, համապատասխան գործողություններ արել են եւ այլն։ Պարզա արգելանքը վերացել էր, մարդիկ տոմսերը գնեցին եւ երեխայի հետ մեկնեց Միացյալ Նահանգներ։ Սա եղել ամբողջ պատմությունը։ Կարեգինի պնդմամբ երեխայի տեսակցությունների ժամանակ նախկին կինը տարբեր միջոցներով փորձել է այնպես անել, որ երեխան լաց լինի եւ չցանկանա մնալ հոր մոտ։ Մի ժամանակ հասկացա, որ տեսակցության ժամանակ երեխան անհանգիստ է, լացում է, բայց մինչև այդ ասենք մոտս գալիս էր, խաղում էր բան, այդ վարքագիծը չէր դրսևորում էլի երեխան։ Ինչ որ մի ժամանակից հասկացա, որ երեխան շատ տարօրինակ է իրան պահում, լացում է, անդադ ուզում է մոր մոտ գնա, դե դրան սկզբից վատ չէի նայում, ասում դե հիմա մայրն է, մոր մոտ է ուզում գնա, չգիտեմ, ասենք չէի մտածում, որ ինչ որ մի բան այստեղ այն չի, բայց հետո իմ մտերիմներից մեկը ասեց Գարեգին ջան, երեխան այդ ձևով մոր մոտ գնում է այն ժամանակ, երբ որ սոված է։ Չենք բացառում, որ երեխան կկարոտի կամ կուզենա որ մոտ գնա, չեմ ծայրահեղացնում, բայց համենայն դեպս հիմնական շեշտը նա է, որ երեխան սոված ժամանակ է այդպես իրեն դրսևորում։ Ինձ հուշեցին, ասեցին որևիցե մի ապուր պատրաստի, հետդ տար։ Ասեցի լավ։ Ուրեմն որ ապուրը տարա, դե ի սկզբանե ցույց չէի տալ, պայուսակի մեջ էր ու առավել եւս այդ օրը հենց երեխային գրկեցի, սիրեցի, անմիջապես պտտվեց ու նորից թեքվեց մոր կողմես, հասկացա, որ այսօր ավելի ծայրահեղ սոված է, բայց համենայն դեպս գուցե առավոտը մի անգամ կերակրել ու երեկոյան ժամը 5-ին բերելա սոված, որ երեխան անդադ իր մոտ գնա։ Մի խոսքով ես կերակուրը որ հանեցի, այդ ինչ որ պատրաստվել էր, երեխայի ռեակցիան ուղղակի պետքա տեսնեի, երբ որ այդ կերակուրը տեսավ, սենց ձգվավ ձեռքերով, բանով, սենց անդադ ձայն է հանում, որ ուզում է ուտի, ես որ սիրտս գցեց, էլի, ահավոր ասեցի, ինչ ձևի է սոված ու մերի գրկում երեխային 1-2 գտալ, երբ որ տվեցի, սենց արագ-արագ կերավ, ես համոզվեցի տեղ, որ իսկապես երեխային սոված է բերում, որպեսզի մոտս չգա էլի, անդադ գնա։ Իբրես կարող երեխային այնպես կառավարել, որ ինքը չլացի կամ չուզենա լացել եւ այլն, մանավանդ երբ երեխան 9-10 ամսական է։
երեխան լացել է, որովհետև երեխան լացել է, որովհետև այդ բանը երևի թե չի ուզել թել մորից առանձին լինել կամ չի ուզել գտնվել հոր մոտ, կամ ուղղակի երեխա է 10 ամսական դու չես կարող կանխատեսել, թե ինքը ինչու է լացում։ Եվ դա հիմնավորել պատճառաբան է, որ երեխան սոված է, ես կարծում եմ ընդհանրապես որևէ հիմք չունի։ Մանավանդ որ ես գիտեմ, որ նույնիսկ մերի խնդրանքով շնորհակալություն նաև մյուս կողմի համաձայնվել են ժամ փոխել, որ երեխան գոնե քնի նոր գնա, որովհետև երեխայի քնի ժամն էլ է հնարավոր չի եղել վերահսկել։ Եվ այն ժամը, որ իրենք սկզբնական շրջանում խնդրած են եղել, այդ ժամը երեխայի քնելու ժամն է եղել։ Եվ մերին ստիպված, որպեսզի չուշանա տեսակցությունից, երեխային քնայից արթնացրել, տարել է հանդիպումների։ Եվ երեխան որոշ դեպքերում նաև լացել է այդ պատճառով։ Բայց հետո տեսնելով, որ իսկապես անհարմար է երեխայի համար, իսկ այս դեպքում մենք բոլորս գիտենք, որ կարևորը երեխայի շահն է։ Մերի Գալստյանը երեխայի հետ մեկնեց հայրենիքից Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուստի հանդիպել իր հետ եւ լսել նրա տեսակետն ու կարծիքը մեզ ֆիզիկապես չհաջողվեց։ Սակայն վերջինիս փաստաբանը մեզ տրամադրեց Մերի Գալստյանի կողմից ուղարկված նամակը, որտեղ նա մանրամասն նկարագրել է իր եւ նախկին ամուսնու միջև եղած փոխհարաբերությունները։ Համաձայն Մերի Գալստյանի մեր ձեռքի տակ հայտնված իր նախկին ամուսինը ընկերոջ հետ միասին 2024 թվականի հուլիսի 19-ին իրեն եւ երեխային փակել են ավտոմեքենայում եւ սպառնալիքներ հնչեցրել, թե այլևս չի տեսնի երեխային։ Իսկապես ուզում եմ վերադառնալ Հայաստան, սակայն շատ մտահոգ եմ իմ եւ Էրինայի անվտանգության, ազատ տեղաշարժի եւ հանգիստ ապրելու համար։ Երբ հեռացել էի այդ միջավայրից երեխայիս հայրը 2024-ի հուլիսի 19-ին ընկերոջ հետ ինձ ու երեխայիս փակել էր մեքենայի մեջ։ Ընկերը նույնիսկ սպառնաց ասելով, որ երեխայիս կտեսնեմ միայն դպրոցից հետո։ Հաճախ խոսքեր գնում որսորդական զենք օգտագործելու մասին։ Ես ունեմ շատ լուրջ հիմքեր ու մտավախություն, որ իմ Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու եմ թե հոգեբանական, թե ֆիզիկական հալածանքների ու բռնության, բալիկիս հոր, իր ընտանիքի եւ ընկերների կողմից, ինչպես դա եղել է հաճախ։ Դեմ չեմ, որ երեխան շփվի հոր հետ, սակայն չեմ կարող հանդուրժել, որ դա լինի իմ ու երեխայիս պատանդ լինելու գնով։ Ներկայացված տեղեկատվությանն ի պատասխան մեր նկարահանումից օրեր անց Գարեգին Թաթոսյանի փաստաբանը արձագանքեց, որ ներկայացվածը ոչ այլ ինչ է, քան սրբարտություն։ Խոսք է գնում բավականին լուրջ հանցագործության մասին եւ քանի որ իմ վստահորդը նշում է, որ իրականության հետ ոչ մի աղերս չունի, կարծում եմ, որ մենք կքննարկենք սրբարտության եւ սուտ մատնության հետ կապված համապատասխան իրավական գնահատական պահանջելու մեր հետագա քայլերը, ինչպես նաեւ կարծում եմ, որ եթե դրա մեջ մի նշան, աննշան հիմքեր լինեին եւ իրականության հետ համապատասխաներ, յուրաքանչյուր իրավագիտակից քաղաքացի կարծում եմ գոնե հիմքեր ունեմ այդպիսին համարելու Մերի Գալստյանին, պետք է դիմեր իրավապահ մարմիններին, առաջին հերթին երեխային եւ ինչու՞ չէ իրեն պաշտպանելու համար, քանի որ նման քայլեր չի եղել եւ այս մասին բարձրաձայնվում է զուտ միայնսույն հաղորդման շրջանակներում, կարծում եմ, որ իրոք կարող ենք գնահատել դա որպես զրպարտություն եւ սուտ մատնություն։ Ավելին այս պահին չեմ կարող ներկայացնել, կքննարկենք վստահորդիս հետ հետագա քայլերի հետ կապված։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսում, բայց համենայն դեպս այն ինչ որ ասում եք իմ համար լրիվ խորթ է, որտեղ այդպես խոսակցություններ անգամ չեն նշում, չի եղել հանրապես էլի, ոչ թե չի նշում, այլ չի եղել։ Չգիտեմ ինչի համար են այդպես բաներ ասում, հավանաբար էլ ինչ որ բան են մտածել, որ ինչ որ դեպով վարկաբեկ է, ինչպես միշտ էլի։ Ես ասենք այսքան ժամանակ իրանց ոչ հարցերին, ոչ իրանց արարքներին, ոչ մի ձև վատ ձևով չեմ արձագանքել, ուղղակի ես իմ քայլերը տարել եմ իրավական դաշտ, որպեսզի փորձեմ այնտեղ ամեն ինչ լուծեմ առանց որևիցե մեկին վիրավորելու, առանց որևիցե մեկին սպառնալու, իմ բնույթից դուրս բաներ են, թող բաներ չասեն մարդերին։ Մեզ փոխանցված նամակում Մերի Գալստյանը մի շարք տեղեկություններ է հայտնել նաև իր ընտանիքի անդամների, իր ապրուստի եւ այլնի վերաբերյալ։ Հետևություն անելով նամակի բովանդակությունից պարզ է դառնում, որ Մերին մեծացել է, մեղմ ասած բավականին խիստ ընտանիքում։ Դրա մասին է նաև վկայում նամակի հետևյալ բովանդակությունը։ Հարկ համարեցի պատմել ծնողներիս մասին, որովհետև դա ցույց է տալիս իմ մանկության պատկերն ու այն պայմանները, որում ես մեծացել եմ։ Մայրս շատ խիստ էր եւ հաճախ սարսափազդու հայացքով ինձ ասում էր, որ եթե շեղվեմ, կմորթի ինձ, կթաղի, ասում էր, որ հիշեմ անհնարին բան չկա կյանքում, պիտի շատ ուզեմ, շատ աշխատեմ ու հասնեմ, ոչ ոք ինձ ոչինչ չի տալու, ասում էր։ Շատ մեկուսացած եմ մեծացել, ինձ թվում է դա էլ է նպաստել կյանքի հանդեպ իմ ունեցած յուրօրինակ հայացքների ձևավորվելուն։
Դրա հետ մեկտեղ Մերին շնորհակալ է ծնողներին, որ իրեն օգնել են դուրս գալ այն դժվարին կացությունից, որում հայտնվել էր։ Աղջկաս համար վախենում եմ, որ կհեռացնեն ինձնից եւ տարիներով չեմ կարողանա գտնել, քանի որ Հայաստանում նման դեպքեր շատ եմ լսել։ Ես այնքան վախեցած, ուժասպառ ու հուսահատ էի, որ փորձեցի խուսափել սպառնալիքներից ու վրեժխնդրությունից։ Աղջկաս հետ մեկնեցի երկրից, ամբողջովին հյուծված էի։ Հասկացա, որ այլևս ի վիճակի չեմ միայնակ տանել շրջապատի բազմակողմանի խայթոցները։ Միաժամանակ 2 տեղ էի աշխատում, որպեսզի ապահովեմ ինձ ու երեխայիս։ Կապվեցի ծնողներիս հետ, իրենց աջակցությունը խնդրեցի։ Նրանք խրախուսեցին ինձ, հորդորեցին վերադառնալ իրենց տուն։ Հորդորեցին նաև օգնություն ու պաշտպանություն փնտրել ԱՄՆ դեսպանատանը։ Մերին իրեն շատ ճնշված է զգացել այդ տանը, Մերին իրեն շատ նվաստացած է զգացել, սա իր խոսքերն են, իրեն անդադ արամարել են, իր մոտ տպավորություն է եղել, որ իր հետ կոնկրետ նպատակով են ամուսնացել, նպատակը եղել է կամ Ամերիկայի վիզա ստանալը, կամ օգտվել է Մերի Ամերիկայի քաղաքացիությունից, ընդ որում ըստ Մերի այն պահին, երբ որ իրանք մտել են դեսպանատուն եւ իր ամուսինը չի ստացել վիզա, դրանից հետո ամուսինը սկսել է ընդհանրապես իր եւ երեխայի նկատմամբ ուշադրություն չդրսևորել։ Ընդ որում Մերին տնից հեռացել է մինչև երկրորդ ամուսնացությունը։ Մի քանի ամիս ինքը առանձին է ապրել եւ հետո նոր դիմել են ամուսնացության։ Բայց չնայած այդ ամեն ինչի, Մերին երբեք չի խոչընդոտել, որ ինքը երեխայի հետ հանդիպի։ Դեռ ավելին, նույնիսկ այն ընթացքում, երբ որ իրանք միասին չեն ապրել, եղել է դեպք, որ երբ որ Մերի տատիկը գումար է ուղարկել Մերին երեխային էլի ապրուստը ապահովելու համար, Մերին խնդրել է ամուսնուն, այս արդեն նախկին ամուսնուն, որ գնա այդ գումարը վերցնի։ Այսինքն վստահություն եղել է, ամեն դեպքում եղել է։ Ես տեսել եմ նաև իրենց WhatsApp-ի խոսակցությունները, որտեղ իրենք քննարկում են երեխայի հետ հանդիպման հարցեր, երեխայի ապրուստի հետ հարցեր, եւ ասել, որ Մերին խոչընդոտել է, որ ինքը երեխայի հետ հանդիպի, դա ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Դեռ ավելին, այս ամբողջ ընթացքում ըստ Մերի, եւ ես չունեմ այլ ապացույց, իրենք էլ դատարանում նման ապացույց չեն ներկայացրել, այդ հարցը քննարկվել է նաև դատարանում, ամուսինը որևէ կերպ չի աջակցել երեխային, որևէ ապրուստի միջոց, որևէ գումար, բացի ինչ-որ 20,000 դրամից, որը նոյեմբերին թե հոկտեմբերին տրվել է, որևէ միջոց չի տրվել։ Այսինքն իրականում այստեղ հայրն է ավելի շատ կորած եղել, երեխայից հեռու եղել ու հետո պատահաբար հանկարծ որոշել է, որ ուզում է երեխայից շփվել։ Ընդ որում, երբ որ հայցը ներկայացվել է երեխայի շփման պահանջով, Մերին դա մասին չէր իմացել։ Մերին իմացել է հայցադիմի մասին միայն այն բանից հետո, երբ որ հարկադիր կատարման ծառայությունից ստացել է կատարական որոշումը երեխայի Հայաստանից մեկնելու արգելանքի մասին։ Ընդ որում, քանի որ արդեն տեսակցությունների հետ կապված հանգամանքներ ես ներկա եմ եղել, այսինքն ես արդեն Մերի շահի ներկայացնելուց եմ եղել, ոչ մի դեպքում Մերին խոչընդոտ չի հանդիսացել։ Դեռ ավելին, ես ինքս եմ Մերին խնդրել եւ ինքն էլ համաձայնվել է, որ այնպիսի ժամերին լինի կամ այնպիսի վայրում, որ նույնիսկ ծախս չանի հայրը, նկատի ունեմ ինչ որ բան ուտելու կամ բանի համար, որտեղ եթե հանդիպում են, հանդիպել են կամ այգում, իսկ ծմրանը այգում հանդիպելը ցուրտ էր, հարմար չէր։ Մեկ-երկու անգամ եղել է հանդիպել են ռեստորանում, խնդիր է եղել վճարման, հա Մերին է վճարել, բայց ես ասել եմ, որ հանդիպեք այնպիսի վայրում, որտեղ վճարման խնդիր չլինի։ Եվ իրենք վերջին մի քանի հանդիպումը գիտեն, որ հանդիպել են մեր գրախանութներից մեկում, որտեղ կա հնարավորություն, որ մարդիկ նստեն, զրուցեն, շփվեն եւ այլն։ Ուզում եմ տեսնեմ երեխայիս իմ կողքը, ինչքան էլ տեսակապով փորձեմ երեխայիս տեսնեմ, չեմ կարա, որովհետեւ ինչքան էլ իմանաս երեխատ գոյություն ունի, տեսնում ես եւ այլը, բայց ֆիզիկապես գրկել ու զգալ այն ջերմությունը, որ Աստված պարգևել է, կարծում եմ ամեն ծնող արժանի է այդ բերկրանքը զգալու։ Փաստաբանի խոսքով կան կասկածներ, որ դատարան ներկայացված փաստաթղթերը կնոջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատելու վերաբերյալ կեղծ են։ Վերաքննիչ բողոքը երբ որ ներկայացվեց, իմ կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոքի պատասխան, ներկայացնելով բոլոր փաստերը, սկսած այն փաստից, որ այն ընկերությունը, որը որ ներկայացվում է որպես պայմանագրի կողմ, գոյություն չունի ամերիկյան Բոստոն նահանգի իրավաբանական անձանց բազայում, որի վերաբերյալ ապացույցը մենք թարգմանությամբ ներկայացրել ենք դատարանին։ Բացի այդ, ներկայացվում են որոշակի բանկային փոխանցումներ, ի հավաստումն առ այն, որ կատարվել է որոշակի ծառայություններ եւ ստացվել է ծառայության գումար, որը որ իրականությանը չի համապատասխանում այդ փաստը, նույնպես քանի որ ներկայացված կտրոնների, չեկերի անգամ այսպես առերևույթ անզեն աչքով նայելուց մենք տեսնում ենք, որ դրանք կեղծված են։ Այսինքն նշված ապացույցը
իրականացվել է որոշակի փոփոխություններով, ավելացվել են անուններ եւ ներկայացվել են դատարանին։ Վերաքննիչ դատարանը պատճառաբանեց հետեւյալ կերպ. Հակընդդեմ ապահովման միջնորդությունը քննարկելուց դատարանը ուշադրություն է դարձնում ոչ թե ներկայացված ապացույցների, մասնավորապես պայմանագրի վավերության կամ անվավերությանը, այլ դրա ողջամտությանը։ Ես բառացի ցիտում եմ վերաքննիչ դատարանի որոշումը։ Այսինքն վերաքննիչ դատարանին չհետաքրքրեց, որ կողմը իրեն խաբում է, արդարադատությանն է խաբում։ Վերաքննիչ դատարանին չհետաքրքրեց, որ կողմն ունի այլ թաքնված նպատակներ եւ փաստի առաջ դրեցին ծնողին։ Սա երևի թե, չգիտեմ, մեր իրավական պատմության մեջ բացառիկ եւ շատ բացասական առումով բացառիկ դեպք է, երբ որ ծնողին այլընտրանք է ներկայացնում, կամ կվճարես դեպոզիտին 4 միլիոն դրամ 3 օրվա ընթացքում, կամ քո երեխային թողնելու ենք, որ սահմանը հատի եւ այլևս պրակտիկորեն հնարավորություն չես ունենալու տեսնել քո երեխային։ Դա էլ է տարօրինակ, հա, երեխայի մոր նկատմամբ քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնել, չգիտեմ ինչի։ Դեռ պարզ չի հիմքը որն է, կգնամ կխոսեմ, կհասկանամ, բայց ամեն դեպքում ինձ համար աբսուրդ է։ Տեսեք, մենք ինչ իրավիճակ ունենք։ Մենք ունենք Ամերիկայի քաղաքացի մայրը, մենք ունենք Ամերիկայի քաղաքացի երեխան, մենք ունենք մոր աշխատանքը Միացյալ Նահանգներում եւ ինքը կարիք ունի գնալ գալու, ընդ որում միայն մոր աշխատանքն է, որ երեխային ապահովում է այս պայմանությամբ։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մայրը ոչինչ չի կարող անել եւ Հայաստանից դուրս գալու հնարավորություն չունի մեկնելու իր քաղաքացիության երկիրը, տեսնելու ծնողներին, որտեղ նրանք այնտեղ են ապրում։ Եվ հիմա երբ որ գնացել է ինքը Միացյալ Նահանգներ, որտեղ այդ հնարավորություն ունի, անմիջապես փորձում են նրա նկատմամբ քրեական գործ հարուցել, այլ ձևով ճնշել, ընդ որում խնամակացության հոգաբարձության մամլի նիստին նույնիսկ փորձում էին մերին հոգեկան հիվանդ ցույց տալ, ինչ-որ նկարներ էին բերել ցույց տալիս, որը ուղղակի անհասկանալի է։ Արդեն իսկ ներկայացվել են հանցագործության մասին հաղորդումներ եւ որոշակի այլ գործողություններ, որոնք այս պահին չեմ ուզում ես բարձրաձայնել, դրանց առանձնահատկությունից ելնելով եւ բնականաբար դատարանին մի քանի օր անց ունենք դատական նիստ, ներկայացվելու են եւս միջնորդություններ եւ ես չեմ մասնավորեցնում որևէ դատարանի, բայց դատական համակարգից պահանջում ենք իրենց թույլտվությամբ ուղղակի երկրից դուրս եկած երեխային ցանկացած միջոցով հետ վերադարձնեն։ Եթե դատական համակարգը թույլ է տալիս, որպեսզի իրավունքը չարաշահվի, նախապես իմանալով ես նախապես տեղեկացրել եմ, որ տեղի է ունենում այլ նպատակի համար գործողություններ, այս պահին միակ պատասխանատուն դատական համակարգն է։ Թող հետ վերադարձնեն, ծնողը պահանջում է իր երեխային։ Ապացույցները, բացատրությունները կամ դատավարական փաստաթղթերը կամ հետազոտական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ, առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու, թաքցնելու, կեղծ ապացույցներ ներկայացնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հաղորդում ներկայացած անձը վիճարկում է հենց ներկայացված փաստաթղթերի ենթադրյալ կեղծ լինելը։ Վերոնշյալ քրեական վարույթի շրջանակներում կատարվել են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ, որպես վկա հարցաքննվել է ԳԹ-ն, որը ավելի մանրամասն ներկայացվել է հաղորդմամբ նշված հանգամանքները, ավելացնելով այն, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի շրջանակներում վերացել է առաջին ատյան դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով արգելվում էր ՄԳ-ին կամ ցանկացած այլ անձի երեխային դուրս հանել Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Եվ սույն թվականի փետրվարի 12-ին վերջինս երեխան Հայաստանի Հանրապետության սահմանները լքել է։ Իրավական օգնություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին, վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները բարձրելու նպատակով։ Նաև տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները, վարույթի վերաբերյալ տեղեկություններ տիրապետող անձանց շրջանակը եւ բարձրաբանման ենթակա որոշակի հանգամանքներ բարձրելու նպատակով։ Միջոցառումներ են ձեռնարկում նաև ներկայացված փաստաթղթերի բնօրինակները հայտնաբերելու, առգրավելու ուղղությամբ արդեն ըստ այդ փաստաթղթերի հիման վրա էլ համապատասխան փորձաքննություններ նշանակելու համար։ Հարցին թե երբ է մերին երեխայի հետ վերադառնալու Հայաստան, փաստաբանը պատասխանեց, որ դեռևս օր նշանակված չէ վերջինիս գործատուի կողմից, հետևաբար հստակ օր ասել չի կարող։ Փաստաբանի խոսքով, եթե իր վստահորդը այսքանից հետո որոշի չվերադառնալ, ապա ինքը լիովին կարդարած
կայացնի վերջինիս քայլը։ Եվ նման պայմաններում ես ուզում եմ հասկանալ նորմալ մարդը, ով մտածում է երեխայի մասին, ինչ քայլեր կանի։ Նկատի ունեմ մայրը այս դեպքում, որտեղ միշտ մայրը ավելի, մաման մեր դեպքում գիտեմ, որ ավելի կապված եւ ավելի մտահոգ է երեխայի մասով։ Ինչ կանի, չգիտեմ։ Հարցեք մայրերին, որովհետեւ մայր հետ կգար Հայաստան այսքանից հետո թե ոչ։ Ես չգիտեմ։ Բայց եթե հետ չգա, ես լրիվ կարդարացնեմ այդ քայլը։ Ես միանշանակ դա անքննարկելի է, պայքարելու եմ իմ երեխայի համար, ասեմ ինչի, որովհետև երեխան պարգևը Աստծուց տրված, իսկ այդ պարգևը անտեսել կամ հրաժարվել այս տեսակ խոչընդոտներ, կոպիտ ասած խոչընդոտներ, հա, տարածություն կլինի, գումար կլինի, խնդիրներ կլինեն, որոնք իմ շուրջ ստեղծվում են, դա երբեք ու երբեք չի կարա պատճառ հանդիսանա, որ ես հետ կանգնեմ իմ երեխայից։ Պայքար հանուն երեխայի լավագույն շահի, սա պայքար է, որը մղում են ծնողները իրականում իրար դեմ եւ վստահաբար խոսել երեխայի լավագույն շահի մասին անպագորգոր է հնչում։ Յուրաքանչյուր երեխա անկախ իր ծնողների միջև եղած թշնամանքի, անհանդուրժողականության եւ բաժանման իրավունք ունի շփվել իր երկու ծնողների հետ։ Եթե իհարկե նրանցից որևէ մեկը չունի արատավոր սովորություն կամ վարքագիծ, որը կարող է վատ անդրադառնալ երեխայի կյանքի, առողջության ու դաստիարակության վրա։ Ինչ կպարզվի նախաքննությամբ, ինչ նոր հանգամանքներ դեռևս Երևան կգան, կներկայացնենք մեր հետագա թողարկումներում, բայց այսօր մեկ բան ակնհայտ է։ Մանկահասակ երեխայի լավագույն շահից ելնելով, ծնողները ոչ թե պետք է թշնամանք սերմանեն մեկը մյուսի հանդեպ, այլ փորձեն ամեն գնով ապահովել երեխայի կյանքում եւ մոր, եւ հոր առկայությունը, թե ֆիզիկապես եւ թե հոգեպես։ Ծնողներից յուրաքանչյուրը երեխայի կյանքում ունի իր դերն ու իր նշանակությունը։ 20-ամյա աղջիկը տևական ժամանակ ապրել է զուգընկերոջ հետ, որից հետո նրանց միջև սկսվել են վիճաբանություններ։ Վիճաբանություններին հաջորդել է սպանության փորձ։ Երիտասարդը սուր կտրող ծակող գործիքով հարվածել է աղջկա կրծքավանդակին եւ հաջողել վնասել վերջինիս թոքը։ Մարմնական լուրջ վնասվածքի հետևանքով աղջիկը հայտնվել է բժշկական կենտրոնում։ Բարեբախտաբար բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ Դեպքի վերաբերյալ նախաձեռնված վարույթի շրջանակներում բացահայտվեց, որ երիտասարդները միասին նաև զբաղվել են թմրանյութի օգտագործմամբ եւ իրացմամբ։ 2024 թվական դեկտեմբերի 4 Գլինկայի փողոցից ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվեց 20-ամյա աղջիկ։ Պարզվեց, որ աղջկան դանակահարել են, նա ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վիրավորում։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում պարզ դարձավ, որ աղջկան փողոցում դանակահարել է իր նախկին ընկերը։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ 6-րդ կետերով սահմանված կարգով օպերատիվ միջոցառումներով պարզվել է, որ Իրիցյանը իր զուգընկերուհուն Միքայելյանին կյանքից զրկելու դիտավորությամբ մարմնական վնասվածք է պատճառել։ Կենցաղային բնույթի վեճ է եղել, որի ժամանակ Միքայելյանը Իրիցյանին ասել է, որ պետք է դադարեցնեն իրենց զուգընկերական հարաբերությունները։ Այս ամենին գումարած նաև նախկինում դեռևս եղած խանդի հարաբերությունները։ Միքայելյանը Տիգրան Մեծ 48 շենքին հարակից տարածքում անակնկալ ձևով մոտեցել է Միքայելյանին, կյանքից զրկելու դիտավորությամբ իր ձեռքում եղած սուր կտրող ծակող առարկայով մարմնական վնասվածք է հասցրել Միքայելյանին, պատճառելով ձախակողմյան հեմոպնևմոթորակսի ձևով վնասվածք եւ նպատակ է ունեցել Մայա Միքայելյանին կյանքից զրկելու։ Մայա Միքայելյանը կյանքից չի զրկվել առաջին օգնության բժշկական օգնությունը ժամանակին հասցնելու եւ բժիշկների միջամտության արդյունքում։ Պարզվեց, որ երիտասարդները թեև չեն եղել ամուսնական հարաբերությունների մեջ, տևական ժամանակ բնակվել են միասին, վարձակալական հիմունքներով։ Նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ հանցանք կատարած անձը ունի որոշակի հոգեկան առողջության խնդիրներ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Իրիցյանին մեղսագրվել է
քրեական օրենս գրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարում քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Վարույթն իրականացնող մարմնի փոխանցմամբ պարզ է դարձել, որ երիտասարդները զբաղվել են թմրամիջոցների իրացմամբ ու օգտագործմամբ։ Այդ մասով առանձնացվել է գործից մաս եւ կատարվում է ակտիվ նախաքննություն դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հանցանքի հետքով խմբագրություն հնչած յուրաքանչյուր ահազանգ մնում է մեր ուշադրության կենտրոնում։ Ձեր կողմից բարձրաձայնված իրավական խնդիրը կարող է հայտնվել մեր եթերում, եթե զանգ տաք նշված հեռախոսահամարին կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։